չհաջողվեց ձևավորել մեկ կոնսոլիդացված բևեռ։ Դրա պատասխանատվությունը մեր վրա չի, դրա պատասխանատվությունը խոշոր ուժերի վրա է։ Եվ այս իմաստով մենք հնարավորինս սաղել ենք։ Շնորհակալ։ Խնդրեմ։ Վայ, հա, այս կողմից։ Գիտեք, մենք խոսել ենք մեր ինքնության պաշտպանության, մեր պետությունը հայկական բովանդակության պահելու մասին եւ ֆունդամենտալ հարցերը մեզ համար դրանք են։ Ես արդեն նշեցի, որ կենսաթոշակների հարցը, աշխատատեղերի հարցը, որը որ պետության գործը չի, այսինքն մենք ազատական ուժ ենք, մենք լիբերալ ուժ ենք, մենք գտնում ենք, որ ազատ տնտեսության պայմաններում աշխատատեղերը պետք է ստեղծեն ընկերությունները, գործարարները, ինքնազբաղվածները եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք ֆունդամենտալ հարցեր ենք առաջ քաշել եւ հարցերից մեկը ես արդեն ասացի։ Օրինակ քաղաքական միավորները կարող են համաձայնել, որ հանրապետության նախագահի պաշտոնում մենք պետք է ունենանք նման դերակատար, որի մասին ես քիչ առաջ ներկայացնում եմ, որպես ծրագրային կետ, որ մենք այդպես ենք տեսնում մեր պետության պաշտպանությունը։ Հիմա կարող ենք գալ դրա շուրջ համաձայնության, մնացած հարցերով խոսենք։ Այս պահին ես կարծում եմ չի կարելի մտնել մեր ժողովրդի սիրած հեքիաթներից կամ չգիտեմ առակներից մեկի դաշտ, որը ես էլ եմ շատում Տիկոսի մահն է։ Որ ոչ մի բան դեռ չի եղել, հիպոթետիկ ինչ որ քննարկում է գնում ու քննարկում են այդ հիպոթետիկ հարցը։ Վերջում ինչ է տեղի ունենում։ Ես ես վերջից եմ շատ պատմել Տիկոսի մահը։ Այսինքն տանը աղջիկներից մեկին որոշում են ուղարկել ջրի, գնում է ջրի, իր ֆունկցիան այդ բանին ջուր բերելն է, չէ՞։ Գնում է հասնում է ջրի տեղը, ջուրը չի բերում, սկսում է մտածել, որ ամուսնանա, ունենա որդի, անունը Կիկոս, գդակը Պոպոզ, ուղարկի ջրի, գա անգնի, այդտեղ զոհվի, վայ ինչ ահավոր բանալ է։ Հետո մյուս քուրնա գալի, մյուս քուրնա գալի, մայրնա գալի, ինչ են պատմում։ Վերջում հայրը գալիս ասում է, դե իմ այղը եղել է։ Այդ ընտանիքը մի հատ առողջ եզ է ունենում։ Ասում եք գնանք այս եզը մորթեն քելեխը տանք։ Այդ պատմությունն է վերջում նրա մասին, որ իրենց միակ առողջ եզը տնտեսությունը կործանում են այդ մարդիկ։ Մեր քաղաքական ընդդիմադիր շատ գործընկերներ այդ դաշտում են գործում։ Մի հատ առողջ հնարավորություն ունենք իշխանությունը փոխելու, այդ առողջ հնարավորությունը մորթում են այս քննարկումների ընթացքում, էլի։ Որ ես ում կմիանամ, նրան չի միանա, ախպետ ջան, դու կանցիկ մի հատ հետո խոսակում կմիան։ Ինչ գիտեք դու կանցնելու եք։ Մենք ինչ գիտենք այս ընտրությունները հասնելու է հունիսի 7-ին։ Ինչ եք քննարկում։ Ինչի մասին է։ Կամ քաղաքական ուժերական ասում են մեզ մանդատները պետք չէ։ Դե պետք չէ մի մասնակցեք, եք մասնակցում։ Ինչի եք մասնակցում, եթե մանդատները ձեզ պետք չէ։ Պատգամավորական ընտրություններ է։ Հիմա եթե մասնակցում եք պատգամավորական ընտրություններին, ոնց որ գնան աղջիկ ուզելու ասեն, մեզ հարցը պետք չէ։ Բախի եկեք։ Հիմա մենք եկենք ասում ենք Ժորժ ջան, մեզ մանդատներն է պետք։ Մեզ մանդատները պետք է։ Ինչի՞։ Որովհետև երբ որ մանդատները ունեցան մարդիկ, ում վրա 846 հատ քրեական գործ կա կամ ում վրա կարում են գորգռան ընդերից լարեն բաներից, այդ մարդիկ ձեր շահերը չեն կարողանում ներկայացնել։ Ոչ մեկի շահերը չեն կարողանում ներկայացնել որևէ ացանում։ Հիմա ինչ անենք, թողանք դες մնա։ Չէ, ասում ենք, պես պետք է։